Հարկ նժդեհին։ Ինչպես տեսնում եք, կեղտը ձյանտակ չի մնում։ Եվ արդեն գարուն է։ Արդեն զգացվում է Ալիևի շտապողականությունը։ Նա հասկանում է, որ ուշացել է եւ մեկը մյուսի հետևից շատ ինտենսիվ որոշումներով այս ՀՀ ԿՓԱ-ականներին իշխանությանը ուղղորդում է հանցագործությունների։ Եթե առաջ մենակ Նիկոլն էր ամբիոնից այսպես խոսում, ներկայացնում Ալիևի ցանկությունները եւ այն ներկայացնում էր իբր Հայաստանի պետական դիրքորոշում, պաշտոնական դիրքորոշում, չէ՞։ Ասում է Արցախյան հարցը ուզում եք վերև թռեք, ուզում եք կասեցվածը դա Հայաստանի պաշտոնական որոշումն է։ Դու ով ես որ Հայաստանի պաշտոնական որոշման մասին խոսես։ Մեկը ես չեմ դադարեցրել այդ պայքարը։ Ու ես այդ պայքարը աճեցնելու եմ, որը ինքը ձակն է այդ պայքարի։ Արցախյան շարժումը համահայկական պայքարի ձակն է։ Ես այդ ձակին աճեցնելու եմ, որ մայրացու դարձնեմ եւ հայկական հարցը բերեմ օրակարգ։ Ես դա անելու եմ։ Դու իմ անունից մի հայտարարի, որ պաշտոնական դիրքորոշում է Հայաստանի։ Չկա այդպիսի բան։ Ես դա կատարել եմ, կատարում եմ ու պետք է կատարեմ։ Մինչև Տիրանան Վիլսոնյան Հայաստանին, ներառյալ Արցախ, Նախիջևան, Կարմանկ եւ Սևծովից հատված։ Հիմա ինչ են անում, ամբողջ թիմով են սկսել, Նիկոլի, արդեն ոչ թե Նիկոլն է մենակ խոսում, բոլորը, չէ՞, տեսակ, չէ՞, Գրզոնել էր ուզում Ալիևից ինչ-որ բան կուլ տար, դա կոկորդին մնաց։ Այդ միլիարդատեր Գրզոն, որ ինքը գլխին երբ խփեց քնաստեղն էլ արտոնա, գիտի որ բանկում քանի միլիոն դոլար ունի պահած։ Բայց թվերի մեջ այսպես փորձեց, դե նա գիտեր թվերը, բայց փորձեց բան անել, ժողովրդի աչքին արցախցիներին ստորացնել, բայց տեսավ չի կարողանում կուլ տալ։ Հետո ներողություն խնդրեց։ Արսենչիկը ասում է դե բերենք օտարների բերենք տասնյակ հազարով Հայաստան։ Դե գիտենք որ իրենք Ալիևի պատվերն են կատարում, թուրք պետք է բերեն։ Ալիևն էլ այնտեղից ասում է, եթե ադրբեջանցիները Հայաստանում հանգարց ճնշվեն, ես իմ հատուկ ծառայություններին, իմ զորքերին ուղարկելու եմ իրենց անվտանգությունը պաշտպանելու։ Այսինքն Հայաստանի ներսում ադրբեջանական զորք է լինելու, որ դրան քայլեն որտեղով գնան, մի հատ հայ դրանց թաշնայի 10 սպանեն։ Մարդ չի թաքցնում։ Կամ այս դեպք, այս վերջի դեպքը, չէ՞, արդեն գարունը բացվել է։ Իրանցում մարդը հողը ձեռից վերցել են, կիսել են, տվել են թուրքին, սպիտակցիները շարել են կամ պատ են դրել, հիմա ես մի կեսն ուզում եմ մշակի, ասում են, չէ, չես կարող սահմանապահամեր։ Ասում են թուրքերն ընդեղից ասել են, հատուկ ժամեր կա։ Դու այդ ժամերին կարաս մշակես, այսինքն կարող ասեն գիշերը դու կարող ես մշակել, գիշերը ոնց ես մշակելու։ Հասկանում եք, չէ՞։ Օրինակ ասում են դու արգելված է, բայց իրենք ասում են այս սպիտակցիները, որ դրել են, դա ամենաապահով սահմանն է։ Չկա զինվորի վրա, այլ ուզում եմ ասի։ Չնայած այն սահմանապահը, որը Նիկոլի հանձնարարությունն է կատարում, ինքը Նիկոլի չափ դավաճան է։ Ես ես ասեմ, ուսադիր կրող ցանկացած հայ, եթե դու հենց հիմա կատարում ես Նիկոլի հրամանը, դու ծառայում ես Նիկոլին, դու դավաճան ես համաչափ, ինչքան որ Նիկոլը։ Ցանկացած ուսադիր կրող, կապ չունի ոստիկանն ես, ԱԱՑ ես, պաշտպանության նախարարություն ես, դատախազ ես, քննչական ծառայություն ես, չգիտեմ, բանկերի ինչ ես։ Հասկանում ես, չէ՞ դու։ Դու ծառայում ես Ալիևին։ Եթե դու մինչև հիմա անվերապահ կատարում ես Նիկոլի հանձնարարությունը։ Հիմա այս մարդն ուզում է հողը մշակի, այնտեղից չեն թողում։ Մի կդուրը որ թողել են այդ սպիտակցիներից ոսկան, որ պետք է ցանի հաց ուտի, ասում են չէ, թուրք թույլ չի տալի։ Բաս մի խաղաղություն է լինելու, բաս մի ամենաապահովն է։ Ոչ չի կարելի։ Բաս մեր սպիտակցիությունը, ինչ զորք, ինչ զինվոր, այս սպիտակցիությունն է, գնում ես պատերի տակ կանգնում, նկարվում ես սյուների մոտ կանգնում, մի մեծ բան ես արել։ Հասկանում ես, չէ՞ որ դա ժողովուրդ բոլորս պետք է հասկանանք, որ դա Ալիևի ցանկություններն է։ Նիկոլը իրականում որ ասելու ինքը թռնի վերևիշնի ցավ, այտենց մտքեր ինքը չի կարող ձևակերպել ու սկսել խառնել։ Ալիևը սրան երկար է պատրաստվել։ Այս հոգեբանական պահին անգամ թե ոնց պետք է ազգի ինքնությունը ոչնչացնելու գործողություններ են անում, չէ՞ հիմա սրանք։ Այս հրահանգները նախադասություն առ նախադասություն, տող առ տող գալիս է բան Ադրբեջանից։ Ալիևը երկար պատրաստվել է, նա ոչ միայն ռազմական ճանապարհով է պատրաստվել, այլ նաև sense հատուկ մասնագետներով արդեն գրած, պատրաստ տարիներ առաջ ունեցել է, որ երբ որ փուլում Նիկոլին ինչ հանձնարարություն պետք է իջացնի։
Հասկանում եք։ Սա պետք է հասկանանք։ Հիմա մեր մի ուրիշ խնդիր է առաջացել։ Նախկիններ կոչվածը, որոնք 100% ռուսամետ են, հիմա սրանք իսկապես որփանում են։ Հստակ երևում է Ռուսաստանի կործանումը, շատ ավելի է արագացել։ Հիմա այստեղ սրանք այնուամենայնիվ սրանք էլ են պատասխանատվության ենթարկվել, որովհետև իրենք էլ են երկիրը կործանել։ Իրենք են տարել առաջինը պարգացրել Պուտինի տակ, հետո Պուտինը որոշել է ոնց վաճառի թուրքերին, սրա ձեռքով։ Հասկանում եք, նրանք էլ իրենց մեղքի բաժինն ունեն։ Որպեսզի նրանք, եթե Պուտինը սատկեց, սրանք մնացին որբ, սրանք չեն ուզենալու պատժվելու, սրանք կարող է։ Ստիպված նորից, ինչպես հիմա ռուսական ազդեցության տակ նախկիններն ու ներկաները հավասար իրար հետ գործում են Հայաստանի դեմ։ Երբ որ Պուտինը չլինի, սրանք այս նախկին ներկաները, որ գնացել են արդեն թուրքական լծի տակ, սրանք կարող է որ որբ չմնան, միանան սրանց։ Մեր խնդիրն է, որ սրանց այս Լևոն Ռոբերտ Սերժիկին չեզոքացնելուց հետո թույլ չտանք, որ իրենց ենթակայության տակ գործած մարդիկ կամ քաղաքական թիմերը չգնան Թուրքիա, հանգարց չմիանան, թե չէ ռուսական հատուկ ծառայություններին փոխարինելու են թուրքական հատուկ ծառայություններ, որովհետև այդ հատուկ ծառայությունների ֆունկցիաները իրագործվում է նախկինների եւ ներկաների ծնած սպաների ձեռքերով։ Սպաների այդ պագոնավորներ, որ ասում են, դրանց միջոցով է արվում։ Եթե դրանք սկսեցին ծառայել Թուրքին, մեր գործը դժվարանալու է։ Պետք է մենք կարողանանք, չգիտեմ, այդ գլխատումը քաղաքական է լինելու, ինչ է լինելու, հասկանում եք, պետք է դա ապահովի, որ ազգի կեսը չգնա նորից դառնա Թուրքիայի հպատակ, ու մեր գործը ավելի դժվարանա։ Այս գործողությունը պետք է շատ ու շատիր լինել, շատ ու շատիր, ու ամեն ասու առավոտ, երբ որ դուք լսում եք Նիկոլի կամ ԿՊԱ-ական որևիցե падգամավոր կամ նախարարի արտահայտություն, դուք միշտ իմացեք, որ մոդենում է այդ օրը, որովհետև իրենք վախից արդեն ալիվը խառնվել է, չգիտի, չի տեղավորվում, բայց հայ ժողովուրդն էլ չի կարողանում ընդունել թուրքացումը։ Իրենք շատ արագ են դա ուզում ներարկել, բայց հայ ժողովուրդը ունի դիմադրողականություն։ Եվ ես ուզում եմ, որ այդ դիմադրողականությունը իսկապես ցույց տանք ոչ միայն թուրքերի, այլ նաև ռուսների հետ։ Ինչպես ես գրառում եի արել, մեր մեծ գրող Կոստանզարյանն ասել էր, եթե թուրքերն ու քրդերը մեր մարմինն են հոշոտում, ռուսները մեր միտքն ու հոգին, որովհետև դեռ մարդիկ կան հույս են կապում ռուսի հետ։ Այդ խաբուստիկ երևույթը մեր սպասողականությունը հնարավորություն է տալի Ալիևին, որ մեզ մինչև վերջ խժռի։ Մի սպասեք ռուսին։ Մի սպասեք։ Չի կարելի։ Ու կտրվեք Թուրքից։ Մեր փրկությունը մենակ այդտեղ է։ Փառք Նժդեհին։